բավականին երկար ապրել եմ այս աշխարհում արդեն, բայց սկսել եմ շատ վաղուց։ Դեռ դպրոցական տարիներից 8-րդ դասանում առաջին անհատական ցուցահանդեսն եմ արել իմ դպրոցում եւ ընդհանուր առմամբ երևի 20-ի չափ անհատական ցուցահանդեսներ եմ արել Հայաստանի քաղաքներում եւ դրսում։ Հիմա ես Հայաստանի ազգային պատկերասրահի ջերմուկի մասնաճյուղի ղեկավարն եմ եւ նաեւ Շարլ Ազնավուրի անվան արվեստի դպրոցի տնօրենի խնդրանքով այստեղ պարապում եմ կես դրույքով փոքրիկների հետ հիմնականում կոմպոզիցիա, գեղանկարչություն եւ գծանկար։ Ինձ համար ամենահաճելի պահերը այս բալիկներն են պարգևում։ Ես գալիս եմ նրանց մոտ, նրանք ինձ հավասար, ընկերների պես նկարում են, ես իրենց հետ միասին, հետո միասին քննարկում ենք ու ես մեծ բավականություն եմ ստանում։ Իմ գործունեությունը սա է, աշխատում եմ, նկարում եմ անդադ, որ դուք երևի կհարցնեք ինչ ոճի նկարիչ եմ, չեմ կարող ասել, ես ամեն ինչ էլ անում եմ, ամեն ոչին էլ դիմել եմ, բայց եթե ավելի կոնկրետ ասեմ, ես ռեալիզմի մեջ եմ ավելի լավ տեսնում ամեն ինչ, սակայն պատահել է, որ սյուրռեալիզմի էլ եմ դիմել, հիմա հաճախ անառարկայական արվեստին էլ եմ դիմում, որ բաներ կան, որ պետք է դիմես տարբեր ուղղությունների, որ կարողանաս ասելիքդ ասել։ Ինձ ասեցին քանակով 32 գործ կբերես այս շարժական պատերի համար, ես ընտրեցի վերջին տարիների աշխատանքները, բնանկարները հիմնականում, իսկ դիմանկարներն էլ դրանք այնպիսի դիմանկարներ են, որ քաղաքական բաներ մտածելու, խորհելու բաներ եմ արել եւ ինձ թվում է հաջողվել է։ Ես վերջին տարիներին չեմ աշխատում անպայման ավարտել աշխատանքը։ Դրանք եթե մասնագետը լավ նայի, կտեսնի, որ էտյուդային են հիմնականում, իսկ էտյուդային նշանակում է լրիվ չավարտած։ Ես թողում եմ այդպես մի քիչ ավելի խորհրդավոր, հիմա այդպես եմ աշխատում, կարևորը եթե խոսքդ ասում ես, արդեն բավական է։ Եվ պետք է նաև որպես գաղտնիք ասեմ, արդեն գիտեք թե կյանքիս մեծ մասը ապրել եմ, կամ գուցե ավելի շատ, քան մեծ մասը, բայց դեռ չի եղել մի աշխատանք, որից ես լրիվ գոհ լինեմ, միշտ ինչ-որ բան չի հերիքում, ու միշտ փնտրումների մեջ եմ։ Ինձ նկարիչների միությունը տարիներ առաջ մեզ ուղարկեց Հնդկաստան, Իրան եմ գնացել, Փարիզում եմ անհատական ցուցահանդես ունեցել եւ Սիտեյում եմ ունեցել, տարբեր բաներ, բայց Հնդկաստան եթե 10 անգամ նորից ուղարկեն ես կգնայի, որովհետեւ մի երկիր, որ անդադ պիտի զարմանաս, այդ Հնդկաստանն է։ Ու դա է քաշում նկարիչներին երևի, վերեցինք ցուցահանդես արեցինք, այ Հնդկաստանի թեմայից էլ 3 գործ այստեղ ներկայացրել եմ, այնպես որ միայն ջերմուկյան բնանկարներ չեն, ուրիշ բաներ էլ կան։ Այստեղ իմ ինքնադիմանկարն է, կոչում է «Իս ինչ են անում»։ Այս դիմանկարը ծնվեց 2014-ին, երբ Սլավոն երկու պետություն սկսեցին իրար հետ Ռուսաստան եւ Ուկրաինա, ինձ համար շատ ցավալի էր, ես երկու կողմում էլ ունեի սրտակից նկարիչ ընկերներ, հիմա էլ նրանց հետ կապի մեջ եմ, ինձ համար շատ ցավալի էր, բայց հետո այնպես ստացվեց, որ իմ երկիրն էլ շատ վատ պայմանների մեջ ընկավ, հատկապես 20 թվականին եւ այլն, եւ այդ դիմանկարը համապատասխանում է եւ այդ պատերազմին, եւ այս պատերազմին եւ մեր սրտին, բայց ես օպտիմիստ եմ, ես կարծում եմ շատ լավ է լինելու, ես դա զգում եմ։ Վարդան Ավետյանի անհատական ցուցահանդեսը բաց կլինի մինչև դեկտեմբերի 11-ը։